են արխոս, խելացի ու հավատարիմ, ինքերն աթանկագին, պատման երբեք չի անի, ար եղած դեպքում կողնի, դիմավորեք դուք նրան, Միքայել Նեմոսինյան։ Անվստությունն է նրան գովել է շպիտն անգինան կրկնել է շարժուձևը կիրթումայիչ մեկին չի անի վնասողին ոչինչ, բարի ու ազնի փոքրուտերենա, իր հետ շպողը միշտ կողքը, դիմավորեք դուք նրան նանեն է անդանես։ Համեզ ժողտատեր մեզ տղան, ինքեր են իսկական, արդարամի տան նման, ասպետի են նման, ներքանեկատ խելացի, ազնի վերշատ ու բարի, դիմավորեք դուք նրան, մեր գորն է բարին։ Ամբաշյանը հեռախոսից չի օգնում ինտերնետից, հանգիստ չունի մի վարկյան, հարցեր կան անպատասխան, բարետես է համարձակ, ուշանում է շարունակ, դիմավորեք դուք նրան, գորն է մեր Գրիգորյան։ Գեղեցկուհի է նա անխոս, ունի սահուն քնքուշ խոսք, բարի է ու դեղասկոտ, աչքերը շատ կրակոտ, բարում է նա գեղեցիկ, գրագետ է ու նրբի, դիմավորեք դուք նրան Արտուրը մեր Եզակյան, շնորհիվ իր տրամաբանության չի հանդիպի ոչ մի դժվարության, եթե մտքին դնի մի բան, անելու է անպայման, համար է նպատակասլաց ընկերների կողքին կանգնել։ Այն ու շատ համարձակ գնում է առաջ դեպի հաղթանակ, հարգանք ունի շրջապատում, իր խոսք երբեք գետնին չեն գցում։ Վերջին դասային տունը միշտ հիշում, գավորներից ամբողջ փողոցում, դիմավորեք դուք նրան, Վահագնի Ուշայգրի հեզաչկուն պարողի, խատրոն ու բարանը շատ է սիրում, այդ ուղիցեն մաշատում, կատակասեր է համարանում, մասնորան մեր ավակյան։ Հանգիստ բնավորությամբ այսանաս, սերում է տողմից մեր հայկյան, անկեղծ պարզ ու շտակ, քայլերը շատ համարձակ, ինչ որ խնդիր թե լինի, նա օգնության կհասնի, դիմավորեք դուք նրան, Ռաֆիկն է մեր Մաժինյան։ Ստաց է միշտ վերջին շարքում, դասամիջոցներին է միայն խոսում, դասընկերների կողքին կանգնած, եթե հանկարծ տունի մի հարց, դիմավորեք դուք նրան, բանի լինա այդին։ Աննման ու գեղեցիկ, հոգատար ու շատ նրբիկ, երգում է նա շատ քնքուշ և պարում է շատ անուշ, եթե հանկարծ նեղանա, ամրիսներով չի խոսա, դիմավորեք դուք նրան, մերին է մեր Պատասխանատու, պատրաստ օգնության, ամեն ինչ կանի հանուն ընկերության, անկեղծ, անսահման բարի, իսկ ձայնը նրա խելքը անկանի, դիմավորեք դուք նրան, Դավիթն է մեր Կոնինյան։ Եվ լեզվագետ և ասլագետ, շատ զարգացած ու գրագետ, ճկուն խոսքի մեծ վարպետ, մեր ընկերն է ամենագետ, իր ոճով յուրատուկ, սաներվածքը նրա հատուկ, դիմավորեք դուք նրան, Ռաֆայել Հիասքանչ ու բարետես, Լիլյան է մեր ժպտերես, հանգիստ է ու խաղաղասեր, ապագայում դիզայներ, լռակյաց ու մտասպաղ, շատ չի շփում նա ավաղ։ Մեկ տխուր են ամեկ լուսավոր, բարեհամբույր հարգալից, պատրաստական բոլորից։ Նկատում է նա, գովեստի խոսքեր ասում ախնա, դիմավորեք դուք նրան, նա Միքայել Ամենքն է մեր անհամբեր, խելոք հանգիստ ընկերասեր, ամեն ինչից դժգոհող, ոչ մի բանի չխառնող, ազնիվ բարի օգնատար, մարզիկ է նա շատ արդար։ Սուսիկ մերն անել անում է միշտ ինչ կասեն, համեստ է դուրը խոնար, ոչ մի ասի չի խարքում, ժպտում մեր հոսում։ Ամեն շտապում գործերից է ուշանում, միշտ խաղն է նա զվարված, ասես ունի մի մեծ հարց, անցյալ տարի է մեզ միացել, մի մեծ ընտանիքի անդամ է դարձել, դիմավորեք դուք նրան, մեր Շահենն է Ասլանյան։ Դասարանի աշխատասեր ընկերն է մեր հումորացել, խելացի ու շատ ընդունակ, բայց չի սահում շարունակ, վերջին շարքին անդավաճան, Դանիելն է մեր Շաքարյան։ Բարձրահասակ, մայիշ, տարբերվող ու գրավիչ, ամաշկոտ է ներփազգած, խելացի նպատակասլաց, օրվա ընթացքում թե
դրան փնտրեք, բոլոր խմբակներում աշխույժ կգտնեք։ Դիմավորեք դուք նրան Սուսաննա նշավ։ Ընկերասեր շատ շտակ, ինքնուրույն ու համարձակ, լուրջ է բաց ու սիրալիր, ունի լավ բնութագիր, սիրունատես այս տղան կրկել Բարի անկեղծ այս տղան զուստ է, համեստ չխոսքան, շնորհքով է ամեն հարցում, սիրում է նա հանգստություն, դիմավորեք դուք նրան, Արեն Դեմիրոսյանի։ Բարձրահասակ ու թիկմեղ, ժպտադեմ ու շատ ուժեղ, հումոր ունի խելացի, իսկական ալավերցի։ Հայ տղայի տիպիկ կերպար, ամեն ինչ կանի ընկերների համար, դիմավորեք դուք նրան, մեր Վարդանն է։ Գրքերի մեջ գտնում հարստություն, խոսքերի մեջ լույս իմաստություն, որ առարկայի օլիմպիադան լինի, նրա անունը հաստատ կգրվի։ Նպատակները նրա անսասան, քայլերը հստակ, ուղիղ անվարան, գիտելիքն է նրա ուժը իսկական, քնքուր շփիտով եւ բան սիրադեղին։ Վերջին զանգը հնչում է, բայց այն միայն հրաժեշտի զանգ չէ, այն կանչ է դեպի մեծ ճանապարհ, որը սկսվում է դպրոցից եւ ձգվում մինչեւ մեր ժողովրդի պատմության խորքը։ Մենք այսօր կանգնած ենք անցյալի ու ապագայի սահմանակցին որպես մի սերունդ, որ պատասխանատու է իր արմատների ու իր երկրի նկատմամբ եւ այդ արմատը մեր հայրենիքն է։ Մենք ենք մեր ազգի զավակներն ու ապագան կերտողները, մեր մեջ ապրում է արժանապատվությունը, թեև չգիտենք, թե ինչպես է դասավորվելու մեր կյանքը։ Բայց մի հարցում վստահ ենք, արժանապատիվ կանտնույն մեզ բակին հասած ուղին, անչափ կարևոր է պահել ազգի պատիվը, ազգանվան պատիվը, մեր հերոս տղերքի պատիվը, հերոսացին մայրերի պատիվը, մեր թանկ ու անգին հայրենիքի պատիվը։ Ես այս երգը երգում եմ կանգնած, որովհետև դու նա ես, ում խաղաղության համար զոհվում են առանց կասկածելու։ Որովհետև դու նա ես, ում համար կռվի են ելնում առանց հրամանի։ Որին ասում են միակ, կարողական հերվից և կարոտից արտասում են օտարսրճաններում ու չգիտեսներում լողացումն ավելի։ Ես այս երգը երգում եմ սկզբից, որովհետև դու նա ես, որին կորցնելուց հետո էլ ոչինչ չենք ունենա կորցնելու։ Որովհետև առանց քեզ անձրևը ջուր է սովորական, լեռները բարի կուտակը, սերը շքեղություն ավելորդ, և որդի ծնելը անցագործություն։ Ես այս երգը երգում եմ գլխաբաց, որովհետև դու նա ես, ում ձեռքը պետք է իջնի մեր գլխին օրհնության նման, երբ մենք ճանապարհ ենք ընկնում, երբ մենք սկսում ենք օրը, երբ մենք ծնունդ ենք տալիս տողին ու մտքին։ Ով մեր ինձ
Ծնվելուց մեկ օր առաջ երեխան հարցրեց Աստծուն. Ես չգիտեմ, թե ինչ պետք է անեմ, երբ լույս աշխարհ գա։ Քո կողքին հրեշտակ կլինի։ Նա քեզ ամեն ինչ կսովորեցնի։ Իսկ ինչ է այդ հրեշտակի անունը։ Կարևոր չէ, թե ինչ է նրա անունը։ Դու նրան մայրիկ կանվանես։ Այսօրվա ներկաների մեջ կան մարդիկ, ում սրտերը այնքան արագ են բաբախում, որքան մերը, նրանք մեր ծնողներն են, նրանք արժանի են հարգանքի, սիրո և երախտիքի։ Աշխարհի մայրեր, եղեք երջանիկ, թող ձեր երազը միշտ գունեղ լինի, ձեր անուր ձայնը միշտ հնչեղ լինի, աչքերի փայլը կրակով լինի։ Ձեր սրտի զարկը միշտ ընկուշ լինի, արևի լույսը մի ձետ լինի, որ այս աշխարհին խաղաղ կյանք լինի ու ձեր զավակը ձեր կողքին լինի։ Այն ուժն եք, որ միշտ եղել է մեր կողքին կանգնած։ Դուք գուցե չեք արտահայտել ձեր սերը բարձր բառերով, բայց ամեն գործողության մեջ այն հստակ զգացել եք։ Ձեր խորհուրդները թեկուզ մի քանի բառով։ Ձեր վստահությունը երբեք ինքներս կասկածել եք մեզ վրա։ Սրանք արժեքներ են, որոնք ուղեկցել մեզ ողջ կյանքի ընթացքում։ Ձեր երազանքներն ապրեցին մեր աչքերում, ձեր պայքարը մեզ ուժ տվեց առաջ շարժվելու, եւ այսօր, երբ ավարտում ենք դպրոցը, այս կարևոր օրը չենք կարող չասել։ Շնորհակալ ենք, սիրելի ծնողներ։ Thank you.
Դպրոցը մեզ սովորացրել է, թե ինչ է հայրենիքը, ինչպես խոսել նրա մասին, ինչպես ծառայել նրան։ Դպրոցն այսօր լուռ է, բայց սրտով բերկաբաց։ Մենք գնում ենք, բայց մեր ձայները, ժպիտները, հուշերը մնում են այստեղ։ Այստեղ մեր սիրելի դպրոցում առաջին անգամ ենք գրել պատմության էջերը, հայերեն տարերով գրել Հայր Հայաստան։ Ու հենց այս դպրոցն է եղել մեր փոքրիկ հայրենիքը, մաքուր, ջերմ մարդ։ Այս պատերին երկրորդել ենք ուսանել, այստեղ անել ենք բազավեսազներ ու գեղեցիկ։ Դպրոց, բար ժպիտ է վերում շուրթերին և հուզմում սրտին։ Դու մեր առաջին ընկերն ես, մեր երազանքների սկիզբը։ Քո պատերին ասում ենք թողնում մեր մանկությունն ու ամենաթանկ հիշողությունները։ Իհարկե դժվար է երկրորդ տունը դարձած հարազատ դպրոցին ուսուցիչներին հրաժեշտ տալու։ Իհարկե տխուր ենք, որ այսօր վերջին անգամ ենք մուտք գործելու դպրոց որպես աշակերտներ, բայց ամեն ինչ իր ժամանակն ունի։ Այսօր հենց այդ ժամանակն է, որ պետք է հրաժեշտ տամ դպրոցին։ Իսկ եթե գնանք չեք կազմանալու եմ արտահայտել ասելիքս, թե ակում եմ աշկերս ուսկովի բացում այն հեքիաթիկի ժողովրդված է կողմության տարիներ։ Մեկիկ թերթերում այդ գրքի բովանդականից էջերը հետևում մեջանուշերում, որքան հետևողությունից հատեր տարիներ, ու հիմա հրցում են աչքերս, քանզի եկել է հրաժեշտ տալու։ Տարիները, որ աստում են դպրոցը,
Այսօր մեր երախտագիծ ցախ խոսք ենք ուսում հղել մեր դպրոցի տնօրեն Նիկել Ոսկանյանին։ Սիրելի տնօրեն, ձեր մեծության չափանիշը անձնվեն նվիրումն է աշխատանքին։ Ձեզ համար դպրոցը հարազատ ընտանիք է, ու դուք խորին պատասխանատվություն եք զգում նրա յուրաքանչյուր անդամի հանդեպ, լինի ուսուցիչ թե աշակերտ։ Ձեր նվիրումի ջանքերի համար եւ ձեր ասական հոգատարության, որ սերմանել եք մեր մեջ հավիտյան եւ այդ ամենի պատասխան մենք ասում ենք ձեզ։ Շնորհակալություն սիրելի Նիկել Ոսկանյան։ Ձեր նոհեմ խորհուրդները դուր հետևող ու աջակից հայացքը դարձել է մեր վստահության հնարանը։ Ձեր մարդկային ջերմության դուք մեզ սովորեցիք համբերել, հավատալ և պայքարել։ Սիրելի ընկեր Կոլոնյան, շնորհակալություն ամեն բարի խոսքի և երբևէ չասված, բայց ցուցաբերած հոգատարության համար։ Դուք եղել եք օրինակ բարձր պատասխանատվության։ Ձեր ձայնը միշտ հնչել է արդար ու վստահ, դառնալով մեզ համար ճանապարհ ցույց տվող հաստատ։ Ձեր հետևողականությունն ու նվիրումը անջնջելի հետք են թողել մեր հիշումների և ապրումների մեջ։ Սիրելի դասղեկ, դուք մեզ համար պարզապես ուսուցչուհի չեք։ Դուք դարձաք մեր ավագ ընկերն ու օգնականը։ Ձեր սրտում կա միանսահման բարություն, որում մեզնից յուրաքանչյուրը գտավ իր տեղը, անկախ իր պահվածքից, տրամադրությունից կամ սխալներից։ Դուք երբևէ չդադարեցիք սիրել մեզ, նույնիսկ այն ժամանակ, երբ մենք մոռանում էինք գնահատել այդ սերը։ Ներողություն ենք խնդրում այն պահերի համար, երբ չկարողացանք հասկանալ ձեզ։ Անսահման շնորհակալ ենք ձեր անմնացորդ նվիրումի, հոգատարության, սիրո և ջերմության համար։ Շնորհակալություն եք ուզում հայտնել այն մարդուն, ով դժվար պահերին եղել է մեր կողքին, բռնել մեր ձեռքը այն ժամանակ, երբ փորձել ենք սխալվել։ Իր խստությամբ, հումորով և հոգատարությամբ դարձել է մեր ավագ ընկերն ու խորհրդատուն։ Շնորհակալ եք ընկեր Բոջուկյան։ Պատանի մեզ դասեցի
գոյություն, որոնք չեն հնչում կախարդական գավազանով կամ հեքիաթներում։ Դրանք սովորական են թվում, բայց հոգին լուսավորում, սիրտը փափեցնում։ Դրանք մենք սովորենք այստեղ, այս դպրոցում, ձեր շնորհիվ։ Ու հիմա էլ հնչում է մեր վերջին զանգը, ուզում ենք նրանցով դիմել ձեզ։ Մեր սիրելի ուսուցիչներ։ Շնորհակալություն ամեն օր մեզ դիմավորելու համար, շնորհակալություն, որ իրենք շփվեցիք մեզ հավատալուց, ուղղելուց եւ ոգեշնչելուց։ Շնորհակալություն ձեր ջերմ խոսքերի, բարի հայացքի, իսկ հարկ եղած դեպքում խստության համար։ Սիրելի ուսուցիչներ, կներեք ուշադրություններին, սովորած դասերին, երբեմն էլ կալվածքի համար։ Կներեք, որ չգնահատեցինք այն մեծ սերն ու նվիրումը, որը մեզ եք տվել։ Կներեք ձեր խոսքը չլսելու, ձեր հորդորը երբեմն չհասկանալու, մեր արած խենթությունների ու անմիտ արարքների համար։ Կախարդական խոսք, շնորհակալություն եւ կներեք։ Մաղթում ենք թող ձեր սիրտը երբեք չօգնի սրտարություն։ Մաղթում ենք թող ձեր ուժը եղանք անսպառնի, որ լուսավորեք մեզ նման շատերի կյանքը։ Ուսուցիչներ մեր սիրելի, երբեմն խիստ, բայց միշտ բարի։ Ձեր անսահման մեծ սրտերում մենք մեր անկյունն ունենք արդեն։ Ապրելու ենք ձեր սրտերում, ձեր մտքերում, ձեր հուշերում։ Ու թե նույնիսկ չհանդիպենք էլ, համոզված եմ, մեր ամեն մի հաջողությունն ու ձեռքբերումը ձեր սրտերը հպարտությամբ ու ինքնով են լցնելու։ Սիրելի ուսուցիչներ, եթե մի օր գան ու ասեն մոռացել ենք, չհավատաք։ Ձեզ մոռանամ գուցե լինի, բայց ասեք ոնց մոռանամ մանկությունս։ Կարոտներս ես ում պահտամ, ու մոռանամ ձեզ հետ ապրած անհոգ կյանքս, երազանքս, որ թողել եմ այդ օրերում, բայց տանում եմ իմ մեջ որպես մի նպատակ։ Դուք կաք իմ մեջ, իմ անբաժան հյուսվածքի պես։ Սիրելի ուսուցիչներ, եթե մի օր գան ու ասեն մոռացել եմ, չհավատաք։ Ձեզ մոռանալ ասել է, թե ես մոռանամ մանկությունս։
Դպրոցական կյանքն անգնահատելի հարստություն է, այն տարիների տարի թանկ ու քաղցր է դառնում։ Այդ դպրոցական այսինքն տարիները ամփոփվում են վերջին զանգի արարողությամբ։ Այսօր յուրատեսակ անկարգելի զգացողություններ է խառնվում մեր սրտերում ու շփիտ է թաղծիեր, շնորհակալության ու հրաժեշտի խոսքերի ծոնում ուսուցիչներին։ Հենց այսօրն եք հասկանում, որ մեր առջև նոր ավելի պատասխանատու շրջան է բացվում, որ այսպետապես կախված է մեր ապագան։ Գնաս բարով սիրելի դպրոց, մեր շնորհակալ եմ։ Մի շնորհ հանդիպում մեր առաջին քայլերի վկա, մեր երազանքների ծննդավայր, մեր սիրո և հիշողության հավերժ Աստծո։